Իմ կյանքը, իմ առօրյան լիովին փոխվեց, երբ եկա ձեռքդ տուր։ Շատ էի սիրում նկարել եւ զուգադիպություն եղավ, երբ առաջին անգամ եկա, առաջին դասը նկարչություն էր։ Մինչ այդ սև մատիտով նկարելու փորձ ուներ, բայց որ 70-ում այսպիսի պրոֆեսիոնալ աշխատանքներ կստեղծի, պատկերացում անգամ չուներ։ Այսօր արդեն 4 զավակի մայր եւ 6 թոռան տատիկ Անուշ Գյուրեխյանի նկարները գունավորվել են, կյանքը հետաքրքրացել։ Ես հասկացա, որ ես ունեմ շատ էներգիա, շատ հնարավորություններ, կարող եմ շատ բաներ անել։ Ամեն ինչ սկսվեց ձեռքդ տուր նախաձեռնության սիրողական դասերից, երբ ինչպես ինքն է ասում, ընկեր Օֆելիայի հետ միասին բացահայտեցին, որ ունի գույները զգալու բացառիկ տաղանդ։ Նա ունի տարբեր ժանրի նկարներ, եւ նկարել ենք բնանկարներ, եւ դիմանկարներ, եւ այլազգի կանանց ենք նկարել, որը շատ հետաքրքիր է իր մոտ ստացվում, լույսուստվերը շատ հետաքրքիր է նա անում եւ վառ գույներ է իր նկարների մեջ։ Եվ ընդհանուր տարեցների մասին ասեմ, որ բոլորը շատ յուրահատուկ են եւ իրենց գործերում ամենակարևորը կա դեպի կյանքի հանդեպ եւ արվեստի հանդեպ լավատեսություն։ Նկարներում կանայք են տարբեր կերպարներով ու դերերով, որոնք սեր ու խաղաղություն են տարածում։ Առանձին շարք է ստեղծել նաև օտարազգի կանանց համար։ Եթե իր ներքին աշխարհը խաղաղ է իր հետ, նրա սիրտն էլ է խաղաղ, ամբողջ էությունն էլ է խաղաղ, եւ դա անպայման զգալի է բոլոր նրանց համար, ովքեր որ իրեն ճանաչում են, եւ իրենից անպայման այդ խաղաղությունն է դուրս գալիս։ Շատ է ոգևորվել անցած տարի Փարիզում անցկացված բարեգործական ցուցահանդես վաճառքից, որին ներկայացված էր Սարյանի ծաղկեփունջ գործը։ Ինձ համար շատ հաճելի էր, երբ տեսա, որ իմ նկարը վաճառվել է, ես զարմացա ինչի համար, որ իմ նկարը ինչ որ արժեք է իրենից ներկայացնում եւ իմը կարող է գումար տալ եւ գնել։ Ցուցահանդես է ունեցել նաև Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, որտեղ կրկին վաճառել է իր գործերից։ Ասում է հասկացել է, որ իր նկարները գրավում են իրենց յուրահատկությամբ, որոնք հաճախ դուրս են նկարչական ստանդարտներից։ Չգիտեմ, ճիշտ է թե սխալ, ես մասնագիտական կրթությունը չունեմ նկարչության, բայց ես այդպես եմ զգում ու այդպես նկարում եմ։ Անուշի հետ այս խմբակի հաճախում ավելի քան 20 կին նրանց առօրյան հագեցած դարձնելու, ստեղծագործելու հնարավորություն տալու եւ սոցիալական ներգրավվածության նպատակով ստեղծված այս նախաձեռնությունը Մարիամ Հակոբյանի խոսքով եւս մեկ անգամ հաստատում է կյանքի ցանկացած փուլ պետք է ապրել լիարժեք ու բացահայտված։ Տիկին Անուշի անհատական նկարների ցուցադրությունը եւս մեկ անգամ փաստում է, որ տարիքը սահման չունի ստեղծագործելու համար եւ մեր մեծահասակներին ընդհանրապես պետք է տալ միջավայր եւ հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան շարունակել բացահայտվել, վերհանել իրենց տաղանդները եւ ինչու՞ չէ ոգեշնչել նաեւ մյուսներին։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Մայրության եւ Գեղեցկության տոնին ընդառաջ, որը նշվում է նաեւ որպես առողջության միջազգային օր։ Այսպիսով ցանկանում են ցույց տալ, որ առողջ ու գեղեցիկ ծերացման համար կարեւոր է, որ կինը լինի ինքնազբաղ ու ակտիվ։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։